Արվեստագետի ճանապարհը, որտեղից է այն սկսվում, երևի մանկական ջինջ երազներից ու գունեղ երազանքներից, որոնց իրականացմամբ հնդրտուքներում էլ անցնում են իր կյանքի տարիները, տարիներ, որոնք լի էին այդ կախարդական աշխարհի գաղտնիքները բացահայտելու հզոր մի խորհրդով, և որոնք պարգևում են իրեն ու մարդկանց այդ զարմանալի աշխարհի հետ առնչվելու անզուգական պահերն ու ակնթարթները։ Պատահական արվեստը մտավ իմ կյանք, մի ընկերուհի տեսավ, որ նկարում եմ ստացվում է, ինքն էլ հենց այդ ժամանակ ակադեմիայում էր սովորում, օգնեց, նկարեցի, տվեց գործիքներ, մի խոսքով այդպես ստացվեց, նկարեցի, հենց ինքը առաջնորդեց դեպի Թերլեմեզյան, այդպես ընդունվեցի, Թերլեմեզյանն եմ ավարտել, որից հետո անմիջապես գործի, հայորդաց տուն, դպրոց, մի խոսքով հիմնականում երեխաների հետ աշխատանքս ծավալվեց արվեստի շուրջ եւ ընթացքում իրենց հետ միաժամանակ միշտ ստեղծագործել եմ։ Միշտ երեխեքը եղել են այդ արվեստանոցային մթնոլորտում եւ իմ տված սերունդներն էլ պարտանալով եմ ասում, որ շատ լավ նկարիչներ են դուրս եկել այս 20 տարիների ընթացքում, որովհետև տեսել են ինչպես ենք ստեղծագործում, տեսել են այդ տեխնիկաները, քո այդ ոգեշնչվածությունը, ոնց ես դու մոտենում կտավին, ոնց ես մենամարտում կտավի հետ։ Արվեստը ինձ տարավ իր աշխարհ Թերլեմեզյանից հետո եւ կարելի ասել այնպես բռնեց ու բաց չթողեց մինչեւ այսօր։ Չգիտեմ, դա կարելի ասել կյանքի բնականon ընթացքի նման մի բան է, որը որ ինչպես են մարդիկ հաց ուտում, ինչպես են իրենց առօրյա գործերն անում, իմ համար չի արթնանա օրը առանց վրձին վերցնելու ձեռքս, առանց ինչ-որ մի նոր բան ստեղծելու։ Եվ եթե նկատեք արվեստիս մեջ հիմնականում ստեղծագործական մոտիվներն են, շատ չեմ սիրում արտանկարել, չեմ սիրում, ասենք, ինչ-որ մի բան դնես, նկարես, նո հա, եղել է ուսանող ժամանակ սիրուն նատյուրմորտներ, բնորդներին եմ շատ սիրում նկարել, ամենասիրածս թեման, եթե նատուրայից եմ նկարում, ուրեմն դա մարդն է, մարդը իր էությամբ, իր ներաշխարհով եւ սիրում եմ մարդու հայացքի մեջ որսալ այդ ամենը։ Ես իմ արվեստի մեջ սկզբանե փնտրում էի ինքս ինձ երկար տարիներ այդ գիտեք կարող է ես այսպես ասեմ, բայց նկարների մեջ այդ ամեն ինչը որ ես դուրս եմ անում, դա ինչ որ խաղաղություն է բերում իմ հոգուն, կարելի ասել ինչ որ մոլուցքի պես մի բան է, որ պետք է անպայման ստեղծագործեմ, նկարեմ, որպեսզի իմ օրս խաղաղ անցնի, հոգիս հանդարտ լինի։ Որոնումներս այս թեմայի շուրջ են ավելի շատ եւ նաեւ գիտեք օրինակ աղոթքի պես բան է նաեւ որ նկարում ես եւ կարծես թե աղոթքի դուրս գաս ինչ որ երկնքի հետ կապ ես հաստատում չգիտեմ նմանատիպ երևույթներ են չեմ կարող բացատրել ամեն դեպքում գրավում է ինձ որ ես 20 տարուց ավելի վրձինը ձեռքից չեմ գցում Եթե արվեստագետ չդառնայի, նկարիչ չդառնայի, միգուցե հիմա մի քիչ բան կհնչի, միգուցե սպորտսմեն դառնայի։ Երևի այդ էներգիան դուրս հանելու ինչ որ մի ձև է, կամ սպորտսմեն, կամ բժիշկ, սենց փոքր տարիքում այդ մտածումներից միշտ եղել են այս մասնագիտությունները, բայց արվեստը հաղթանակող դուրս եկավ, ստեղծագործական ուժը հաղթանակով դուրս եկավ եւ ես մնացի այս աշխարհում, որը որ ինձ ապրեցնում է։ Նկարում եմ, ունեմ պահանջ նկարելու,
շատ մեծ ուժեղ ցանկություն, ուզում եմ մի հատ օրինակով դա բացատրեմ, նոր աշխատանք սկսեցի, երեխաների, աշակերտներից մոտ եկած երեխեք շատ ուժեղ, ուզում եմ հենց այս պահին նկարեմ, մի հատ մեծ կտավ է ինձ պետք, ես պիտի լցնեմ այդ կտավը։ Հա, ու իրենք էլ են էլի այդ խոսքիցս ոգևորվում, իմ հետ գալիս են, բա մենք էլ բերենք, միասին նկարենք, ու իրոք այդ պահին ինձ պետք էր այդ կտավը, չգիտեմ ինչ էր կատարվում իմ հետ։ Եվ արագ զանգեցի, առաքեցին կտավը, ճիշտ է հաջորդ օրը տեղ հասա, բայց ես իրեն սենց մի հատ կանաչներով, չգիտեմ, կանաչ տրամադրություններ մոտս երևի, մի քիչ շատ է այդ տրամադրությունը մոտս, հաճախ նկարներից մեջ կանաչ գույնը գերիշխում է։ Հա, այդպես լցրեցի կտավս եւ սենց մի խաղաղություն իջավ հոգուս։ Հետո մի քանի օր թողեցի, նոր սկսեցի իրա վրա այսպես կամաց-կամաց խաղալ։ Իմ նկարչությունը այդ սկզբի պահն է, այդ ամենա այդ պորտկումն է, որ պետք է այդ պահին ես մի շնչով փակեմ։ Ինչ չափի կտավ ուզում ա լինի, այդ օրը որոշեցի, պիտի փակեմ։ Հետո չորանալուց հետո նոր մտածում եմ ինչ կարելի է սրա վրա անել։ Երբևիցե էսքիզով չեմ աշխատում։ Երբ որ պատվերներ են լինում կամ ինչ-որ տենց հարցերով, անում եմ էսքիզով, բայց հիմնականում իմ հոգու համար, երբ որ նկարում եմ առանց էսքիզի, պահի ազդեցության տակ։ Հետո մեկ էլ նայում ես մի բան ստացվում է, մի հետաքրքիր լուծում է գալիս։ Սենց խաղալու պես մի բան է։ Հետո էլ արդեն հանդիսատեսն է նայում, գնահատում է, դա էլ մի ուրիշ բավականություն է, երբ որ տեսնում են, գնահատում են, ինչու՞ չէ գնում են նկարները, ուզում են իրենց տանը մի անկյունում ունենան, ասենք իմ գործերից մի բան, դա արդեն մի մեծ ուրիշ աշխարհ է գալիս։ Հաճախ երբ նկարում եմ, նարեկացի եմ լսում, նարեկացու խոսքի ներքո, այդ աղոթքների ներքո հետաքրքիր է ստացվում նկարս, խաղաղվում է հոգիս, նկարս էլ է խաղաղ լինում, նայած տրամադրության, ժամանակ առ ժամանակ պատարակ եմ լսում, մեկ էլ տեսնում ես լրիվ այլ երաժշտություն, ավելի մոդեռն, ավելի հետաքրքիր, հետո գալիս է դասականի փուլ, հետո տղայիս եմ մեկ-մեկ լսում, հետաքրքիր ստեղծագործություններ է գրում, այդպես, ու այդ ամեն ինչը ինչ-որ մի թեմայիդ մեջ ինքը ներգործություն է ունենում, քիչ թե շատ, ինչ ես նկարում։ Օրինակ, այս վերջում ես նկարը մեր ֆոնում որ կա, Քրիստոսի խորհրդավոր ընթրիքը, մոտ 9 ամիս աշխատեցի իր վրա եւ պատկերացրեք ապրում էի ես ամեն անգամ մտնելով արվեստանոց, խնկարկում էի, ամեն անգամ կերպարներին էի ստանում, ուզում էի այդ խորհուրդը փոխանցել մարդկանց, խորհրդավոր ընթրիքի խորհուրդը եւ այստեղ ոչ թե զուտ ինչ-որ այդ աստվածաշնչյան այդ խորհրդավոր մարդիկ սովորական մեր հետ ապրող մարդիկ են կերպարները, առաքյալները, նույնիսկ Հուդայի կերպարը, այսպես որ նայում եք, մի 10 անգամ տարբեր մարդկանց կերպարներ եմ դրել, հետո ասի հանկարծ այդ մարդիկ չնեղանան ինձնից, որ ես իրենց Հուդայի տեղն եմ դրել, բռնեցի ինձ նկարեցի Հուդայի կերպարի մեջ։ Մի խոսքով, բայց հասկացա, որ տենց չէր ստացվում։ Հետո ընթացքում ինքն իրան եկավ։ Թվում է թե բարի կերպար է, թվում է թե բան, բայց մեկ ինչ գիտենք Հուդան ինչ ձևի կերպար է եղել։ Միգուցե բարի էր, ուղղակի իրան կանխատեսված էր, որ դավաճաներ Քրիստոսին եւ այլն, այսպիսի փիլիսոփայություններ է լինում Աստվածաշնչի շուրջ եւ մտորումները, ասենք հետաքրքրությունը նա էր, որ կոլաժային սկսեցի, կոլաժի տեխնիկան օգտագործեցի, այնտեղ Հուդայի լուսապսակի մեջ 30 արծաթե դրամներ ճարեցի, խմիչք կա, չէ, այդ խմիչքի տակ լինում են այդ արծաթե դրամներից, մի հատ խմող մարդ գտա, իրենից գնեցի եւ այս նկարի մեջ հավերժացրեցի այդ 30 արծաթե։ Ռեալիզմը սիրում եմ, բայց ռեալիզմի մեջ արդեն ամեն ինչ ասված է։ Մենք ուսանող շրջանում բավականին լավ ուսումնասիրել ենք եւ այդ ռեալիզմը կարողանում ենք, բոլոր նկարիչները անցնում են այդ փուլերը, բայց երբ որ մտնում ես արդեն ստեղծագործական դաշտ, արդեն շատ դժվար է հետ գնալ դրան։ Հիմա փորձում եմ դիմանկարներ եմ անում, շատ փորձում եմ նկարներ, ճեպանկարներ, որ հետ բերեմ այդ ռեալիստական այդ շրջանը, բայց երևի թե չի ստացվի, որովհետև ես ինձ գտել եմ արդեն այս աշխարհի մեջ,
որովհետև այս այլաբանական կերպարները, այս վերացական գունային լուծումների մեջ, որ տեսնում եք, ինքը հոգու կանչ է, այո, ինքը հոգու կանչ է ու դա հենց միանգամից չի գալիս, դա ինքն իրան գալիս է, դուրս է գալիս ու հետո զարմանքով նայում ես, ասում ես, սես ման չէի մտածել, ոնց եղավ սա։ Գեղանկարչությունը իմ համար ավելի շատ զգացողություն, որը օգնում է ավելի մաքուր ապրես, ավելի ազատագրվես օրվա այն բացական բաներից, մաքրում է քեզ։ Նայեք, մարդիկ կան ասում են, երբ որ ես ջղայնացած եմ կամ ինչ-որ մի բանից անհանգստացում եմ, ես չեմ կարողանում մոտենալ կտավին։ Իմ մոտ ընդհակառակը, երբ որ ես անհանգիստ եմ, ես պետք է անպայման մոտենամ կտավին։ Եվ այդ ամբողջը տամ կտավին, դրանից վատ բան դուրս չի գալ, դրանից էմոցիա է դուրս գալիս, որ այդ էմոցիան դու արտահայտում ես, միգուցե այդ էմոցիան մեկին դուր գա, մեկին դուր չգա, բայց դա քո ներքին աշխարհն է, եւ դու դրանով փորձում ես հետագայում ինչ-որ բան ասես, ասենք նկարների անվանումներ, շատերն ասում են անվանում ես նկարներ, այդ անուն դնում ես, առաջ ընդհանրապես չէի դնում, գրում էի Հոգուս օվկիանոսում ու այդպես շարքերը գնում էին, չի կարող ասել օրինակ, ստե ջրահարս եմ նկարել, ստեղ նկարել եմ օրինակ, հա կան մեջերը դետալային ինչ-որ բաներ, բայց ամեն մեկը մի ժամանակահատվածում ստեղծվում է, մի հոգեվիճակ է, նույնիսկ այն նկարը, որ ես 10 տարի առաջ արել եմ, ուզում եմ կրկնեմ, բացարձակ չի ստացվում, ոնց որ ես 10 տարի առաջ լրիվ ուրիշ մարդ լինեի, այս 10 տարի հետո լրիվ ուրիշ ձև եմ մտածում, լրիվ նկարչությանս մեջ էլ է դա արտահայտվում։ Միգուցե անզեն աչքով դա նկարիչը տեսնի, դե մանան է, իր ծառագիրն է, հա լավ է, նույնն է։ Բայց դու հոզգում ես, ինչքան ես փոխվել։ Միգուցե առաջվա այն նրբությունները, այն մանր, այն խաղիկները, որ անում էի գրիչներով, բան չի ստացվում, բայց տեխնիկաների միջոցով էլի գալիս է նույն մանանն է գալիս։ Երկու կաթիլ սահեց ներքև, ջերմակ թղթի երեսնի վար, ու կրակվեց տողը թեթև, ու զրնգաց դողը երկար, երկու կաթիլ մրմուռ դարավ ու դուրս հորդեց մուխը սրտում, լույսը վաղուց ջրակ մարած, հույսը կորած երազ տրտում, երկու կաթիլ աստղից թռավ ու ծփանքով շուրջը լցվեց, ասես բացվեց շունչը նռան ու աշխարհը գույնով պատվեց, երկու կաթիլ պոկվեց հոգուց ու աչքերի խորքում հանգավ, ասես հոգնած կռիվ տալուց հանգրվանն իր գտավ անդարձ։ Ընտանիքս ընդունում է ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, ընդունում է, որ ես պետք է նկարեմ, ես պետք է ստեղծագործեմ, սա իմ միսիան է, սա իմ առաքելությունն է, բայց ես հաճախ կարոտում եմ, Կիրակի օրերը միշտ միասին ենք լինում ընտանիքով, երեխաներիս հետ, ընտանիքով եւ փորձում ենք այդ բացը լրացնել։ Այնպես է, որ մնացած օրերին իրենք էլ տանը չեն լինում։ Մենք բոլորս այդ օրը հավաքվում ենք ընթրիքի միասին։ Նրանք ընտրել են, որդիս ընտրել են երաժշտի մասնագիտությունը, աղջիկս պարարվեստի ուղին է վերցրել եւ այսպես։ Աստված այս առաքելությունը տվել է ինձ ի վերուստ եւ ես պետք է պատվով այն կատարեմ։ Եվ ես դա համարում եմ որպես նաև բացի հաճելին ինձ, բացի ուրիշին գեղեցիկը շնորհելու, պարգևելու այդ զգացողությունը, նաև պետք է Աստծուն հաճո լինեմ եւ իմ աշխատանքով ինչ-որ մի լավ բան բերեմ այս աշխարհին։ Միգուցե դա կլինի իմ կտավների միջոցով, միգուցե կլինի իմ մանկավարժության միջոցով, երեխա կրթելու միջոցով, բայց հավաքական ինչ-որ sense մի բան է, որ ես համարում եմ եւ շնորհակալ եմ Աստծուն, որ ես այստեղ դրված եմ ճիշտ տեղում, որ չեմ ընտրել ուրիշ ուղղություն, երբեք չեմ փոշմանում, որ նկարչու եմ դարձել, եւ սա ինձ առաջնորդում է ամբողջ կյանքում։
Արվեստագետ լինելը դա մեծ առաքելություն է, մեծ շնորհ է, որ չգիտեմ, ես մտածում եմ, որ այն մարդիկ, ովքեր արվեստի հետ շփում ունեն, արվեստի մեջ են, իրենք երջանիկներ են։ Իրենք կարողանում են իրենց ուզած արտահայտեն, այդ արարչագործության այդ հաճույքը զգան, այդ մեծ բան է, չգիտեմ, երբ որ մի բան ես ստեղծում, այդ ստեղծելու թեկուզ փոքրիկ մի բան, այդ ստեղծելու հաճույքը, որ դու քո մոտ ստացվեց դա, դու բավարարված ես դրանից, դա ինձ թվում է ոչ մի բանի հետ չի համեմատվի։ Նույնը ասենք մարդ է ստեղծել, չէ՞, օրինակ, մարդ է ստեղծել, ինչքան ես ուրախանում քո երեխայի ծնունդով, ինչքան ես ուզում այդ երեխային ճիշտ ճանապարհով տանել, աշխատել իր վրա, որ ինքն էլ հետագայում գտնի իր ուղին։ Այն նույնձև կտավներս են, հիմա նկարեցի, իրենք գնում են իրենց ուղիով, իրենց ճակատագրով։ Արվեստը տալիս է ինձ ապրելու ուժ, կարողություն, ինձ տալիս է հնարավորություն խաղալու գույների հետ ընկերություն անելու, կտավների հետ զրուցում եմ ժամերով, միգուցե չնկարեմ, բայց երկար նստում, զրուցում եմ, նայում եմ, որովհետև այդ զրույցի ընթացքում էլ է ծնվում լիքը հետաքրքիր էլեմենտներ, որ կիրառում եմ հետո աշխատանքների մեջ, միայն վրձինով չես նկարում, աչքերով էլ ես նկարում։ Եվ կնկատեք, աչքերը շատ կան նկարներիս մեջ, աչքեր շատ եմ նկարում, ձեռքեր եմ սիրում նկարել, մարդկային դեմքեր, ավելի շատ էմոցիոնալ դաշտն է իմ դուրս հանում արվեստը, որ մարդիկ ինձ հետ շփվում են, ասում են դու քո նկարներն ես լրիվ, տարբերություն չկա, լրիվ դու քո նկարներից ես։ Եվ դրա համար մտածում եմ, որ ինքը իմ կյանքն է եւ իմ ապրելակերպն է, որը ինձ տալիս է ամեն օր շնչելու, ապրելու, արարելու ուժ։